Տղաներս այդ ժամանակ զինծառայող են, ծառայության մեջ են եղել, փոքր տղես 2 ամսվա ծառայող ա եղել, մեծ տղես արդեն տարի 6 ամիս ծառայության մեջ ա եղել, մեծ տղես եղնիկներում ա եղել, փոքրս դրմբոն։ Ահա որ վախի մեջ ենք ապրել, ահա որ օրերով խաբարություն չենք ունեցել երեխեքից, հենց ասենք գալոնան որ քաղաքից ուժը որ քաղաքը հելել ա իրանց հետ սպասել իմ երեխեք մեծ տղես եկել ա կեսօրին հասել ա մեզ հենց այդ օրն էլ գնացել ենք զապրավկա այդ օրը կալոնայով հելել ենք եկել ենք կես ճամփին փոքր տղուս ընդեղ են պատահել Խոջալու մի անապատում ոնց մի բացոտ հատեղ երեխեն կանգնած որ մամայիս եմ էստեղ եկեք իմ հետևից եկել ենք իրան վերցրել եկել գնացել ենք Ստեփանակերտ գնացինք բան այրապորտ որ պիտի ռուսները տեղափոխեն մին 3-4 օր մնացինք այդտեղ մին 3-4 օր մնալուց հետո արդեն Թուրքի ավտոն որ տեսանք մտնում է այրապորտ էլ տենց վախից ժողովուրդը լրիվ խոճապի մատնվեցին էլ տենց ավտոբուսներով բանով մի օրում մենք հասանք Գորիս եկանք հասանք Գորիս ընդեղ գրանցվեցինք ով որտեղ ա ուզում մեզ բանում Վարդենիս շատ հարազատից էլ առավել մարդ ունեինք որը որ 20 թվից միջև հիմա ասենք մեր կապը իրար հետ ընտանիքով իրար հետ եղել է ինչքան ասենք այդ շարժումը որ եղել է իրանք են մեզ դիմավորել իրանք են մեզ տարել իմ երեխեքին տեղավորել ու միջև հիմա ասենք իրանց հետ կապի մեջ ա եղել հոկտեմբերի 7-ին մենք ծանոթով եկանք այս գյուղ որ կյանքում ոչ տեսած ենք ոչ լսած ենք եկանք այս գյուղ մեր գյուղապետարանը շատ մեծ հաճույքով մեծ սրտով չեմ կարա նկարագրեմ ինչ մարդիկ են ոնց են ընդունել ոչ թե մենակ ասենք մեր ընտանիքին այլ ցանկացած արցախցու իրանք մեծ հոգ են տարել մեր համար մինչև չեմ կարա ասեմ ժամեր անսահմանափակ ա եղել իրանց ընդունելությունը չեն ասել աշխատանքային ժամա կամ հանգիստ չեն ունեցել իրանք ու ես շատ գոհ եմ շատ անչափ լրիվ անհատույց են ապրում ու ասենք նեղություն չեն տալիս թե տանտերերը թե ոչ մեկ էլ ասենք նեղություն ոչ մեկ չի տալիս ժողովրդին տեղավորած ակուրատնի ուղղակի ստե խնդիրը մի քիչ գործի առումով որ խնդիր է թե չէ մեծ հաճույքով ես կյանքում ես տեղից չեմ ելնի որովհետև ստեղ ժողովուրդը շատ հոգատար շատ բարի ես այս ձևի մարդ չեմ տեսել չեմ հանդիպել ճիշտն ասած Մեր մոտ խոպանը մի քիչ շատ դժվար է ասված, մեր մոտ խոպանը մենք չենք էլ գնացել, չեն էլ ուզել, չենք էլ իմացել այդ ինչ է, եկել ենք ստեղ, երեխեքը հիմա ջահել մենակ տելևիզորով ենք տեսել, որ ասենք այդում են, բայց հիմա երեխեքը որ քանի որ ամուսնացած չեն, նախընտրում ենք այդան, մինչև հունի մեջ մտնենք, տուն ունենանք, Տնտեսություն ես խոզ եմ պահել եմ, հենց առաջի տարուց էլ որ եկել եմ, ես սիրում եմ հետի։ Ես համարյա մի տարի ես աշխատում եմ զինծառայությունում, որպես խոհարար, ասենք միջև իմ երեխեքի գնալը, իմ այդ աշխատավարձս ա եղել, աղջիկս աշխատում է մշակույթի տանը, հենց առաջ օրվանից տեղավորել են։ Եկեք։ Ճիշտ է, մեր տունը չի, բայց դե էսի սպալնի է։ Ես կառավատն եմ այս տաշիր ասենք այդ կազմակերպությունն ա տվել, 5 հատ կառավատ եմ ես օգնություն ստացել, ստեղ այս դիվանը բանը լրիվ եղել աստեղ, ստեղ սպալնի ա եղել, բայց կուխնի եմ սարքել, Ացես հերիք է, այսինքն բավարարում Դե հա ոչինչ, որ ասենք ոչ զալա, ոչ սպալնի ա խառ էլի, եկել է սպալնին ա Արցախից եք բերել ձեր հետ։ Ես ստեղ եմ այդ նկարը ստեղ եմ, հա, բայց Արցախից ունեմ հող բերած, անիտիկ հող բեր, Արցախի հողը, ասենք ստեղ ձեռների բանի մեջ մի քիչ բերել ենք, սիմամաս աստեղ որ իրան քավառում են մնում, էլ մեծացրել եմ որ մամաս մահացել է, էլ տենց էսի Արցախի հողն է
Մենք ոչ բան չենք բերել։ Երկու հատ սումկա մենակ շոր, երեխեքի շորն ենք բերել, վինետկեքն ենք բերել դպրոցի ու վсё, էտա։ Ոչ մի բան, դատարկ եկել ենք։